Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման եւ օկուպացիայի մասին ադրբեջանի իշխանությունները ընդհանրապես չեն խոսում եւ չեն էլ խոսելու, որևէ խոսք չկա նաեւ բանակցության արդյունքում դրանք վերադարձնելու մասին։ Ալիևը միլիոնավոր դոլարների գումարներ է ներդնում Հայաստանից օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների եւ ենթակառուցվածքների զարգացման վրա եւ չպետք է հավատալ, որ հսկայական գումարներ ծախսելուց հետո ապագայում տարածքները կվերադարձվեն Հայաստանին։ Եվ այսօր այո իրանք ամրակայում են իրանք դիրքերը, կառուցում են նոր դիրքեր, որոնք որ բնականաբար վերադարձնելու ոչ մի ցանկություն կամ նպատակ չունեն։ 1896 թվականին այս թվականից իմ պապերն ստեղ ապրել են։ Ես տեղից դուր կարամ գնամ։ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անօրինական պահվող հայկական հողերի մասին շատ խոսել, անդրադառնալ չսիրող իշխանությունը երբեմն հայտնում է, թե դրանց վերադարձը լինելու է դիվանագիտական ճանապարհով, առանց պատերազմի, սահմանագծման, սահմանազատման արդյունքում։ Այսօր էլ ենք խոսում Հայաստանի շուրջ 200 կիլոմետր, քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների մասին, բայց նաև գիտենք արդեն ասցի դե յուրե իրավական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթով մենք արձանագրել ենք, որ այդ հարցը կլուծվի սահմանազատման շրջանակում։ Փորձագետները, ընդդիմադիրները, քաղաքագիտական համայնքը հակադարձում են պատմության մեջ դժվար գտնվի մի դեպք, երբ թշնամին Հայաստանից զավթած հողը հենց այնպես վերադարձրել է։ Նույնը կլինի նաև Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից զավթած Հայաստանի ինքնիշխան տարածքներից զավթման դեպքում։ Չկա որևէ երաշխիք, որ այդ տարածքները վերադարձվելու են սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի տրամաբանության մեջ։ Ավելին ասեմ, ադրբեջանական կողմի դիրքորոշմանը շատ մանրամասն տեղյակ եմ եւ նաեւ իրանց որոշակի նախապատրաստական քարոզչական աշխատանքներին կան շատ այլ տարածքներ, որոնք իրենք դիտարկում են ըստ ադրբեջանական։ Ըստ քարտեզագիրների պրակտիկայում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան հենց այդ հատվածներում, որոնք օրինակ Ադրբեջանի դեպքում օկուպացվել են։ Այդ երկրի տարբեր տարիների իշխանությունների կողմից տարվող պրոպագանդան է այդպիսին, այն ինչ հայկական է, վաղ թե ուշ պետք է դարձնեն ադրբեջանական։ Ներկայացում ավելի հավանականավոր նոր տարածքներ կտրվեն Ադրբեջանին, քան թե ինչ-որ տարածքներ կվերադարձվեն։ Սրիփի պայմանագիրը, օգոստոսի 8-ի պայմանագիրը ըստ էության իրավական հիմք է ստեղծում Ադրբեջանի համար վիճարկելու ընդհանրապես Սյունիքի պատկանելիությունը Հայաստանին։ Եթե Հայաստանի ներքաղաքական զարգացումները ընթանան են տրամաբանության մեջ, որոնք իրենց ձեռնտու չեն, կլինի այլ լուծում, իսկ եթե լինի այսպես ասած մի իշխանություն, որ իրենց պահանջներն ընդունել է, հավատացեք, մենք այս պահի դրության բանակցողի դիրքում չենք։ Մենք ուլտիմատիվ պահանջների կատարողի դիրքում ենք։ Այդպես եղել է Կիրանցի հատվածում, այդպես եղել է մնացած բոլոր տարածքներում։ Որ մեզ ասում են անդադ զիջումներ է կարելի զիջ։ Իսկ ինչ ենք մենք զիջել։ Ինչ ենք մենք զիջել, եթե ելնենք մեր միջազգային լեգիտիմության տրամաբանությամբ։ Մենք ոչ մի բան չենք զիջել։ Բացարձակապես ոչ մի բան չենք զիջել։ Կեղծ խաղաղության օրակարգի դրույթ է արդյոք հակառակորդի Հայաստանից օկուպացված ինքնիշխան տարածքից դուրս չգալը, այնպես չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է դուրս գալ Հայաստանի զավթած հատվածներից։ Հեյդարի որդի Ալիևը ավելի է ամրացել Հայաստանից պոկած դիրքերում, ամրաշինական աշխատանքներ է կատարել, զորամասեր է կառուցել, բարձրադիր դիրքերից դիտարկում է Հայաստանի գյուղերի քաղաքների անցուդարձը։ Գյուրջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների տարբեր ձևաչափերով այցեր եւ հանդիպումներ Բաքվում։ Ռուսական կողմը հայտարարում է, թե ամրացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Ավելին Օվերչուկը հայտնել է, թե ռուս գործարարները հետաքրքրված են Արցախից օկուպացված տարածքներում շինարարական աշխատանքներին մասնակցելու հարցում։ Սա ըստ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքի դեռ չի նշանակում, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավացել են, քանի որ դեռևս ռուսական կողմն է այցելում Բաքու։ Մյուս կողմից Ռուսաստանին ձեռնտու է այս պահին գոնե թե իր ազդեցությունը որոշակի գործիքներով, իսկ այս պարագայում մենք տեսնում ենք, որ դա հատկապես տնտեսական գործիքներն են, լոգիստիկ գործիքներն են, որոնց միջոցով փորձ է անելու Ռուսաստանը կրկին վերադառնալ տարածաշրջան։ Ռուսաստանն ըստ փորձագետների դեռ չի վերականգնել իր դերակատարությունը Հարավային Կովկասում, իսկ Ադրբեջանը իդեմս Ալիևի շարունակում է վեր թռչել, քանի որ Արևմուտքի եւ իր մեծ եղբայր Թուրքիայի հովանու տակ է։
Ադրբեջանի հետ հարաբերությունները Ռուսաստանը լեզ չի կարող լավացնել, որովհետև Ադրբեջանը ամբողջովին թեքված է դեպի արևմուտք։ Ադրբեջանը ինքնին որպես քաղաքական միավոր գոյություն չունի, դա Թուրքիայի շարունակությունն է հարավային Կովկասում։ Ռուսաստանը դա չի ցանկանում ընդունել, Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանը ընդունել առանձին հարաբերություն, Թուրքիայի հետ առանձին հարաբերություն։ Ըստ վերլուծաբանների, եթե Մերձավոր Արևելքում Իրանը պատերազմում վերջնականապես չպարտվի, Ադրբեջանը իրեն փորձելու է ապահովել տարածաշրջանում, այդ թվում հարաբերությունները կարգավորել, բալանսավորել նաև Ռուսաստանի հետ։ Ռուսաստանում արդեն ձևավորվել է կայուն պատկերացում, որ Հայաստանում եւ ընդհանրապես հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու նպատակով պետք է բանակցի մեկ կողմի հետ եւ այդ կողմը Ադրբեջանն է։ Այս առումով ըստ քաղաքագետի Հայաստանը խոցելի վիճակում է, որքան էլ Հայաստանի իշխանությունները հայտնեն, թե բալանսավորված է հարաբերությունը Ռուսաստանի հետ, դա այդպես չէ։ Ցավոք սրտի այն քաղաքականությունը, որը վարվում է, հատկապես կոնֆրոնտացիոն բնույթը, հատկապես այսպես բլոկային, ոչ բլոկային քաղաքական գիծը, որը բավական ռեակցիոն է Հայաստանի իշխանությունների կողմից վարվում, ԵՄ, ԵԱՏՄ հակասությունների սրումը, սրանք բոլորը վկայում են այն մասին, որ Հայաստանը չի վարում բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն, ինչը իսկապես Հայաստանի համար բավական ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Այնպես չի, որ եթե Ռուսաստան-Ադրբեջանի հետ հարաբերությունները փորձի լավացնել, դա անպայման Հայաստանի համար վատ է լինելու կամ լավ է լինելու։ Սևը սպիտակ չի, սա ավելի բարդ հարաբերություններ է։ Հայաստան ճիշտ ասած մի քիչ անորոշ է ընդհանրապես ինչ քաղաքականություն է վարում։ Ոնց որ հասկանում ենք Ռուսաստանից մի կողմ է գնում առանց հայտարարելու, բայց ոչ մի ուրիշ կողմ չի գնում։ Հայաստանը ոչ թե ինչ որ կողմ է, Հայաստանը ինքը վերածվում է արդեն արևմուտքի գործիքի ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի իշխանությունը արտաքին ճակատում ասում է, թե խնդիր չունի Ռուսաստանի հետ համարելով բարեկամ երկիր։ Մյուս կողմից անընդհատ տեղեկություններ է տարածում, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Դա ըստ փորձագետի արդեն իսկ խոսում է թշնամանքի մասին։ Մի կողմից Հայաստանի քաղաքացին լսում է, որ Ռուսաստանը ճշնամի է, մյուս կողմից Հայաստանի քաղաքացին լսում է, որ ռազմավարական դաշնակից է։ Այսինքն մենք այստեղ ունենք կազուս, որը բնականաբար իշխանությունների կողմից վարվող այս հախուռն ռեակցիոն արտաքին քաղաքականության հետևանքն է։ Ըստ փորձագետների պետք չէ ներքին դիսկուրսում Ռուսաստանին թշնամի դասել քաղաքական դիվիդենտներ շահելու համար։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ներդրումային նախագծի աշխատանքներին։ 2026-ին արդեն համոզված եմ, գետնի վրա կսկսենք աշխատանքները։ Իմ հաշվարկով ամենաարագը կլինի էլեկտրահաղորդման գծերը շահագործման հանձնելը եւ իմիջիայլոց այս նախագիծն էլ բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծելու։ Ես հույս ունեմ, որ մենք կապահովենք աշխատատեղեր Հայաստանի քաղաքացիների միջոցով եւ ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել, նշել է Փաշինյանը։ Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում, նրանք պատերազմում էին 37 տարի, այս մասին Մայամիի համալսարանում անցկացված համաժողովի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆը։ Ադրբեջանն ու Հայաստանը, որոնց հարցով մենք աշխատում էինք այդ գործարքի շուրջ նախագծի անունից, ամենահեշտ գործարքն էր, որովհետև New York Times-ը դրա մասին չգիտեր։ Ուստի նրանք չէին կարող որևէ վատ բան ասել մեր արածի մասին։ Մենք այդ գործարքը կնքեցինք 6 շաբաթում, նրանք պատերազմում էին 37 տարի, իսկ հիմա Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը լավ ընկերներ են միավորված նախագահ Թրամփի կողմից, նշել է Ուիթքոֆը։ Թուրքիան իրեն դիրքավորում է որպես համաշխարհային առևտրի անվտանգ վայր վերակենդանացնելով միջին միջանց կանոնով հայտնի պատմական երթուղին, գրում է Financial Times-ը։ Պարբերականը գրում է, որ սկսած Հայաստանի հետ երկար ժամանակ փակ սահմանային անցակետի բացումից մինչև նախագահ Թրամփի TRIP նախագծի առաջմղումը, Անկարան ձգտում է իր ձեռքը վերցնել Ասիայի եւ Եվրոպայի միջև ապրանքների տարանցիկ հոսքի վերահսկողությունը։ Բրիտանական պարբերականը գրում է, որ Թուրքիան Հորմուզի նեղուցում արկա անվտանգության սպառնալիքն արագորեն վերածում է համաշխարհային առևտրի խաչմերուկ դառնալու հիանալի հնարավորության։ Եվ այդ նպատակով թուրքական իշխանությունները վերջերս սկսել են անձնագրային սպասարկման համակարգեր տեղադրել Հայաստանի հետ սահմանին գտնվող Ալիջան անցակետում։ Այս կետն ամբողջ աշխարհի համար փակ էր մնացել 32 տարի, նշված է հոդվածում։ Տեսալուսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունները խորհրդարանը օրերս հաստատեց։ Վերջապես կասեն շատերը, վաղուց էր պետք զսպել մեդիա արտադրանքում առկա գրեհիկ լեքսիկոնը, դատապարտելի վարքային էլեմենտներն ու բռնությունը։ Փորձագետները սակայն վստահ են, որ այս փոփոխության նպատակը հատկապես մատաղ սերնդին դատապարտելի իրավիճակներից հեռու պահելը չէ։ Նոր օրենքում կան ձևակերպումներ, որոնք միանգամից են աչք առնում ու ուշադրության են արժանի։
Արգելվում է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմ քարոզելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը, ազգային, ռասայական, սեռային կրոնական ատելություն բորբոքելու, տարիքային հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը։ 9-րդ հոդվածի խախտման դեպքում կարգավորող մարմինը կարող է հարուցել վարչական վարույթ, պահանջել նյութեր եւ եթե խախտումը հաստատվի, կիրառել տուգանքներ կամ պահանջել եթերի դադարեցում։ Ծանր կամ կրկնվող դեպքերում կարող է կասեցնել կամ դադարեցնել լիցենզիան, իսկ եթե կան քրեական արարքի նշաններ, նյութերը փոխանցվելու են իրավապահ մարմիններին։ Ուղիղ եթերի ժամանակ սույն հոդվածի առաջին մասով սահմանված արգելքները խախտելու դեպքում հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրավախախտման մասին ուղիղ եթերում զգուշացվել կամ հայտարարվել է, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է։ Հիմա գանք մտահոգություններին։ Ինչ ասել է պատերազմի կոչ, որ ձևակերպումն է տեղավորվելու նշված արգելքի տակ։ Օրինակ, եթե տեսանյութում փորձագետը նշի, որ այսինչ ուղղությամբ հակառակորդի հնարավոր առաջխաղացումը զսպելու համար անհրաժեշտ է դիրքերի կառուցում կամ ականների տեղադրում, դա պատերազմի կոչ է, թե ոչ։ Ես նման դեպք չեմ հիշում։ Ընդհանրապես, որ մեկը ասի, գիտեք, եկեք գնանք պատերազմի, որտեղ դա լավ է կամ ողջուներ է կամ եւ այլն։ Շատ են մարդիկ ասում, որ պետք է պաշտպանվել, որովհետեւ մենք ունենք դրա վտանգ։ Իսկ պաշտպանվելը այո, զենքով է, այսինքն այդ նորմալ քննարկում է դրա հետ կապված։ Եթե սա չի, այդ ինչ դեպքեր են եղել, որի համար անհրաժեշտ է այսպեսի օրենք ընդունել։ Խնդրահարույց է նաև սահմանադրական կարգը բռնի տապալելու նպատակ հետապնդող տեղեկատվություն տարածելը բավականին լղոզված ձևակերպումը, ինչպես նաև բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվություն տարածելը։ Այս առումով, որ կարգավորող մարմինը կարող է ցանկացած հայց մերժել կամ հաստատել եւ թիրախավորել լրատվամիջոցին այս կամ այն հրապարակման համար, մի դեպքում տեսնել օրենքի խախտում, մյուս դեպքում ոչ, քանի որ չկա իրավական որոշակիություն։ Սահմանափակումը շատ անորոշ ձևակերպումներով արտահայտություններ։ Մարդը սկսում է երաշխավորելու համայն ասել դե լավ եկեք այս թեմայից չխոսեմ, այն մեկերը չանդրադառնամ, ինչը ինչի է բերում, այս դա հենց այդ իքրա ցենզուրա կոչված է, խոսքի ազատության ամենամեծ սահմանափակումներից մեկն է։ Դու խոսքը սահմանափակում ես մարդուն ստիպելով, որ ինքը սահմանափակի։ Կա կարծիք, որ օրենքի նպատակը հենց սուր քննադատություն անող հանրային եւ քաղաքական գործիչներին մեդիատիրույթից հեռացնելն է։ Այսինքն 1-2 մեդիայի տուգանելու դեպքում այլևս մյուսները հեռու կմնան այս կամ այն անձից, խնդիրների մեջ չհայտնվելու համար։ Այսինքն վերջնարդյունքում լրատվամիջոց չի փակվի, բայց կարծիք թելադրող ինչ-որ գործիչ կամ գործիչներ կհայտնվեն լրատվահոսքից դուրս։ Հայաստանի էլեկտրական ցանցերի բոլոր նոր բաժանորդների համար բաշխման ցանցին միացման միանվագ վճարները կփոփոխվեն։ Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից, ենթադրաբար ապրիլի 23-ից։ Ըստ պաշտոնական հայտարարության փոփոխություններն իրականացվել են խնայված միջոցների հաշվին։ Նոր սակագները կգործեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։ Վճարները կկատարվի նոր սակագներով մինչև 40% ավելի ցածր սակագներով առանձնատների, բազմաբնակարան շենքերի բնակարանների, իսկ իրենց մատակարարվող էլեկտրաէներգիայի հզորությունների ավելացման այդ գործակիցները կվճարեն գրեթե 55 մինչև 55% ցածր գործակիցներով։ Սնուցման կետից ավելի հեռու գտնվող բաժանորդների համար բնականաբար այդ գումարելին տարբերվող կլինի եւ մի քիչ ավելի մեծ կլինի։ Նորակառույց բազմաբնակարան շենքերում հեծի բաժանորդ դառնալու համար դիմում է կառուցապատողը։ Հիմա փաստացի ավելի քիչ գումար վճարելով ծառայության համար։ Այս քայլով կառուցապատողներին լավություն անելու ձևակերպումները թյուրըմբռնում են համարում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Պարզապես հարմար հնարավորություն է ստեղծվել սակագներն իջեցնելու, իջեցրել են։ Այդ սակագինը ձևավորվում է հաստատուն ծախսերից եւ փոփոխական ծախսերից եւ փոփոխական ծախսերի մասով ունենք դրական դինամիկա եւ հաստատուն ծախսերի մասով։ Հաստատուն ծախսերի մասով, այսինքն ներկա հեծ ղեկավարությունը կարողացել է այնպիսի մրցույթներ անցկացնել, որոնց արդյունքում ձեռք բերվող սարքավորումները ավելի էժան գնով է ձեռք բերվում, իսկ փոփոխական ծախսերի մասով հիմնական դրական փոփոխությունը այն է, որ մեր հանրապետությունում սպառման ծավալները բավական աճ են գրանցել վերջին 1 տարում հատկապես։
Հայաստանի էլեկտրական ցանցերը շուրջ 47 միլիոն դոլարի համարժեք վարկային պարտավորություն է մարել։ Ներկայում ընկերության ֆինանսական միջոցները թույլ են տվել գնալ նման փոփոխության։ ՀՑԿՀ հետ ամիսներ տևած համագործակցության մասնագիտական խորհրդատվությունների արդյունքում է նաև հնարավոր դարձել նվազեցնել բաժանորդ դառնալու համար մեկ անգամ վճարվող գումարը։ Իսկ թե որքան երկարաժամկետ կլինի վերանայումը եւ արդյոք ապագայում այս սակագնի ավելացում կլինի թե ոչ, դեռ դժվար է ասել։ Կոտայքի մարզում հանգստյան օրերին արտակարգ վիճակ էր։ Ապրիլի 19-ին Մայակովսկի գյուղում գետը հունից դուրս էր եկել ողողել մի քանի փողոցներ։ Ջուրը նաև մարդկանց հողամասեր, ավտոտնակներ, անգամ բակային հատվածներ էր լցվել։ Ուր ես գալի, հետ գնա, վտանգավոր է, հետ գնա։ Վայ, լնայ։ Կյանքը բնակավայրում կաթվածահար է եղել, պատկան մարմիններին են զանգահարել, սակայն ոչ Կոտայքի մարզպետարանից, ոչ էլ Աբովյանի քաղաքապետարանից չեն ժամանել։ Հենա, տես ընդեղ էլ պանելները չկա։ Որ այդ պաշտպանիչ պանելները լիներ, չէ։ Այն ժամանակ որ հլնում էր, այն վառոտները տեսնում ես։ Հա, փակում էր։ Այն վառոտները, այս պատը որ կա, ասենց կիսակառույց, այս պատը ասենց համարյա թե կեսից կայնում էր մինչև այնտեղ։ Դե կարևորը փրկեցիք հորթեին։ Հա։ Կովերը մեծ են, էլի։ Հա։ Կովերը չի խորը։ Հա, հմիսենց որ այդամ շատ է խորը։ Չէ, խորը չէ։ Մինչդեռ բնակիչների հրատապ պետք է գետը մաքրվեր, նաև բետոնե պատնեշների անհրաժեշտություն կա։ Պանելները պարտադիր պետք է փակվի, գետառը մաքրի, պանելները տեղադրվի, հաստատ կմեղմանա։ Առաջինը հասան փրկարարները։ Բայց փրկարարը այդքան տեխնիկա չունի, այդքան հարմարություններ չունի, որ գետը մաքրի, պաշտպանիչ պանելներ տեղադրի, դա պիտի արվի կառավարության կողմից։ Միայն փրկարարներն են Մայակովսկիում եղել, մինչդեռ տեղացիները մտավախություն ունեն, որ ջուրը նորից կբարձրանա։ Պետք է օր առաջ պատնեշներ տեղադրվեն։ Պատը չկա։ Կամ իսկ նախկինում եղել աստե։ Չի եղել, այդ ճիշտ կլիներ, որպեսզի նախ գետառը մաքրվեր, ապա տեղադրվեին պաշտպանիչ բետոնե սյուներ, ինչը հաստատ կմեղմացներ, էլի, չէ, ջուրը տես շատ դուրս չէր գա։ Ապրիլի 19-ին ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում, Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են ջիպը եւ օփելը։ Ջիպը գլխիվայր շրջվել է 1 հոգի, 55-ամյա Տարոնը տեղում մահացել է։ 2 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Արարատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ըստ դեպքի վայրում հավաքվածների վարորդներից մեկը ժամկետային զինծառայող է։ Վիրավորներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Ապրիլի 18-ին Ստեփանավանի թունելում բախվել են 2 Mercedes-ը, Ford Transit-ը եւ Chevrolet-ն։ 1 հոգի վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Ապրիլի 17-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել են 43-ամյա Մուրադի Mercedes-ն ու 66-ամյա Ռազմիկի BMW-ն։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել ծառերին։ Ժամանել են փրկարարծառայության Չարենցավանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները եւ Չարենցավան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ BMW-ի վարորդը տեղում օգնություն է ստացել ու տեղափոխվել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։ Ապրիլի 17-ին Մայրաքաղաքում աշտարակի խճուղում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը եւ կայանված Մազդան։ Մազդայի վարորդը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները։ Եվ վտանգավոր վիճակի Այգավան գյուղում բետոնե 10,000 վոլտ սնուցող փտած էլեկտրասյունն ամեն պահի կարող է ընկնել, հատկապես քամիների ժամանակ։ Այդ հատվածում երեխաները հաճախ են խաղում, իսկ հովիվները կենդանի արածեցնում։ Բնակիչները դիմում են պատասխանատուներին կոչ անելով օր առաջ փոխել այն։ Խնդրում են, որպեսզի այս
վտանգավոր էլեկտրասյունը, որ մի թեթև քամի է լինում, ուր որը պետք է տապալվի, իսկ այս հատվածում նաև տեսնում եք բնակիչները ոչ միայն ոչխարներ են արածացնում, այլ նաև խոշոր եղջերավոր անասուններ, նույնիսկ եղել են դեպքեր, որ երեխաները գալիս են այստեղ, այս բաց տարածքում ֆուտբոլ են խաղում։ Նա ուժեղ քամուց կարող տապալվի։ Ու տապալվելուց էլ ահագին վնասներ։